բարի երեկո քեզ ու քեզ, որ էկրաններից այն կողմ ես, եթե դու լսում ես ինձ, ուրեմն դու դիտում ես stand-up-ը։ Իսկ եթե չես տեսնում ինձ, պարզապես լսում ես, ուրեմն ձեռի հետ միացրած դու Facebook-ում ինչ-որ գործ ես անում, օրինակ թեստ ես անում, իմանաս, որ հայտնի դերասան ունես նման, ասեմ մի արա այդի ստից բաները, բայց պետք չի որ գաս էկրանների մոտիկ, որովհետև stand-up-ը այնպիսի ժանր է, որ միայն լսելով կարող ես հասկանալ ինչի մասին է խոսքը։ Մի անգամից կգտնվեն երևի հեռուստադիտողներ, որ կասեն էլի մերոնք ռուսներից վերցրեցին հաղորդում են անում, մի անգամից ասեմ, որ դա այդպես չի, մենք ռուսներից ոչ մի բան չենք վերցրել։ Stand-up-ը անգլերեն բառ է, թարգմանաբար նշանակում է ոտքի վրա կանգնած, ինչպես տեսնում եք, ես ոտքի վրա կանգնած եմ, հետևաբար stand-up-ը հայկական ծագում ունի։ Բայց իհարկե լավ կլիներ, որ ռուսներից վերցնենք, որովհետև ամբողջ աշխարհից իրանք են ինչ-որ մի բան վերցնում, լավ կլիներ մի բան էլ մենք իրանցից վերցրած լինեինք։ Չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, նաև չեմ ուզում ասել, որ առաջինը ելույթ ունեցողի համար շատ դժվար է, պետք է քաջալերեք, ջերմ ծափարեք, այդպիսի բաներ չեմ ուզում ասել, պարզապես դիմավորեք Բոնին, բայց լավ կլինի իմ ասածները հիշեք։ Բոնի, դիմավորեք։ Բարև ձեզ, ես Վահե Բեգլարյանն եմ։ Կարող եմ անունը ձեզ բան չասի, բայց ազգանունս հաստատ կասի։ Ինձ շատ են ճանաչում ու շատ հարցեր են տալիս, ու շատ հարցեր կան, որոնք զարմանալի են ու տարօրինակ։ Օրինակ վերջերս մի մարդ մոտիկացավ, ասաց Բոնի ջան, այս գործերը վատացել էլ քեզ տելևիզորով ցույց չեն տալիս։ Եթե մարդուն տելևիզորով ցույց չեն տալիս, ուրեմն գործերը վատա։ Եթե տենց է, ուրեմն Քրքորյանը ինչ-որ մի հեռուստասերիալում պիտի գլխավոր դերասան լիներ։ Կամ եթե տենց է ուրեմն կիսաբաց լուսամուտների հյուրը, այն մարդը, որ լացելով պատմա թե ոնց են տունը վառել, ավտոն ձեռից վերցրել, կին երեխեքին վերցրել գնացել է, այդ ամեն ինչինքը լացելով պատմա, բայց իր մոտ գործերը շատ լավ են, որովհետև իրան ցույց են տալիս տելևիզորով։ Վերջերս նստեցի տաքսի, վարորդը երկար նայեց, ասեց. «Ախպերս ես դու ես, թե դու չես»։ Ասի ես չեմ։ Սա եթե դու սենց հումորներ ես անում, ուրեմն հաստատ դու ես Բոնի ջան։ Ու ինքը քշելու ժամանակ հանեց հեռախոսը, միացրեց վիդեո ու սկսեց ինձ նկարել։ Ու հարցեր տալ. «Բոնի ջան, ո՞նց ես, էս ուր ես գնում, գործերդ ո՞նց են»։ Ասի ձյա ջան, եթե դու սենց քշելուց ինձ նկարես, կարող ես Շամշյանն էլ քեզ նկարի։ Ես աշխատել եմ փոքր տարիքից։ Իմ տարիքայինները խաղում էին բակում, իսկ ես խաղում էի մեր բակում ու դրա համար փող էի ստանում։ Ես փոքր երեխա էի ու արդեն պայմանագիր էի կնքել բանկի հետ։ Ես գնում էի բանկ, ծանոթանում էի նոր պայմանագրին, ստորագրում էի, ինձ ասում են շնորհակալություն պարոն Բեգլարյան։ Ես աշխատավարձը ստանում էի պլաստիկ քարտի միջոցով, բայց մի օր ես այդ պլաստիկ քարտը կորցրեցի։ Ու ինձ թվում է ես կորցրել եմ պահկվոցի խաղալու ժամանակ։ Ես բակում երեխաների հետ խաղում էի, երեխաներից մեկի մայրը գոռում էր. «Աբուլիկ հերիքա խաղաս, արի տուն ուշա պիտի քնես»։ Մյուսի մայրը գոռում էր. «Հարութիկ հերիքա խաղաս ուշա, արի դասերից ժամնա պիտի դաս անես»։ Իմ մայրը գոռում էր. «Վահե հերիքա խաղաս ուշա, գործից ուշան մեզ արի գնա գործի»։ Ասում են աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Ոնց տեսնում եք, իմ դեպքում դա չի աշխատել։ Ու ես չեմ հասկանում այդ խոսքի իմաստը։ Եթե աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ուրեմն աղջիկները վերջին զանգից առաջ պիտի գնան շինարարություն անեն, աբալովկա կապեն, պատ շարեն ու սիրունացած գնան ռեստորան։ Ու պայուսակի մեջ պահեն արդեն ոչ թե տուշ ու պամադա, այլ չագուջ, մեխ ու փայտի կտորներ։ Իրար ձեռ բռնած մտնեն զուգարան, հայլու դիմաց բացեն այդ ամեն ինչը, մի 3 հատ մեխ-մեխեն, սիրունանան, հնկյանք ոնց է, շատ լավ է։ Հա, տենց սիրունանան, հայլու դեմը նկարվեն ու դուրս գան։ Ու այդ դեպքում արդեն Մոնիկա Բելուչին կգովազդի ոչ թե կոսմետիկա, այլ կավալտ ու պեմզաբլոկ։ Երբ որ վերջացավ սերիալը, ինձ բոլորը ճանաչում են որպես Բոնի, ու ինձ բոլորը ասում են Բոնի։ Ես մտածում եմ իմ երկրորդ մասնագիտության մասին, բայց քանի որ ինձ բոլորը ասում են Բոնի, մի տեսակ չէր համընկնում իմ մտածած մասնագիտությունների հետ։ Օրինակ, պատկերացնում եք, ես դառնայի բժիշկ, ինձ մոտ գար ինչ-որ մեկը ստուգեի, ասեի, ուրեմն ձեր արյան խոլեստերինի մեջ ավելցուկի պատճառով առաջացել է սիրտ-անոթային խնդիրներ։ Ու ինքը ասեր, եղավ ես անպայման կանեմ ձեր ասածները Բոնի Արարատովիչ։ Մի տեսակ չի հնչում։ Շատերը չգիտեն իմ իրական տարիքը։ Ես կասեմ իմ իրական տարիքը, ես 21 տարեկան եմ։ Հա, քուրիկ ջան, լուրջ ես 21 տարեկան եմ։ Ախպերս պետք չի համասեռամոլելնել, ես իրոք 21 տարեկան եմ։ Շատերը չեն հավատում իմ իրական տարիքին։ Մի անգամ ախպերս զանգեց, ասեց հետո սիգարետ կբերես, ասացի լավ։
ես մտա սուպերմարկետ, ասեցի ինձ մի հատ սիգարետ տվեք։ Վաճառող ասեց կներեք, մենք չենք կարող ձեզ սիգարետ վաճառել, մենք միայն 18-ից բարձրին կարող ենք վաճառել։ Ես ասեցի նախ ես 21 տարեկան եմ, բալես, եւ հետո իմ համար չի սիգարետը մեծ եղբորս համար է։ Վաճառող ասեց, եթե մեծ եղբորդ համար է, ուրեմն թող ինքն էլ գա գնի։ Չեմ հասկանում, այդ ինչ լոգիկա է։ Եթե տենց է, ուրեմն երբ որ մի մեծ մարդ գալիս է Kinder Surprise առնելու, վաճառողը պետք է ասի կներեք, մենք չենք կարող ձեզ Kinder Surprise վաճառել, եթե այդ մի տարեկան երեխայի համար ուրեմն թող ինքն էլ գա գնի։ Այո, ես իրոք 21 տարեկան եմ եւ ես հենց նոր պատասխանեցի իմ Facebook-ի 1800 նամակներից 20%-ին։ Շնորհակալություն Բոնի հատուկ ստենդափի համար։ Ծափարենք ջեր Բոնի, որովհետև առաջին անգամ միկրոֆոն տեսնելը այդքան էլ հեշտ չի։